բոլոր հատվածներում Արարատի մարզի, այսինքն մրցութային գործընթացը ամփոփել ենք եւ հաղթող կազմակերպություն կա 6 ամսյա մատակարարման ժամկետ է տրվում հաղթող կազմակերպություններին, իրենք 6 ամսվա ընթացքում ներդրումային ծրագրով ստանձնած իրենց պարտավորությունները պետք է կատարեն, այլապես մրցութային գործընթացը կչեղարկվի, իրենք նաեւ ֆինանսական միջոցներ ունեն, ուրեմն այս նպատակով որպես այդպիսին արկախած եւ նաեւ կզրկվեն այդ ֆինանսական միջոցներից եւ հետո նաեւ փոխված կարգի համապատասխան նոր մրցույթ չի իրականացվի եւ կհանձնվի երկրորդ տեղը ընկերությանը թվարկում են փոփոխությունները որպեսզի տեսնեք թե նախորդ դեպքերից մենք ինչ դասեր ենք քաղել այսինքն այդ թվում նաեւ կարգի մեջ ենք փոփոխություններ արել որ նոր մրցույթ նոր դատական process-ներ իրականացնելու անհրաժեշտություն չլինի չնայած ես ինքս վատատեսական սցենարի կողմնակից չեմ եւ կարծում եմ եւ վստահ եմ որ մրցույթում հաղթող կազմակերպությունը սահմանված ժամկետում ինքը տրանսպորտային միջոցները կբերի եւ այնտեղ ուղևորափոխադրում կիրականացնի Գեղարքունիքի մարզի հիմնական հատվածներում էլի մրցույթը ամփոփված է եւ այնտեղ արդեն գտնվում ենք 6 ամսյա մատակարարման փուլի մեջ եւ 2026 թվականի երկրորդ եռամսյակում մենք այդ ժամկետը ավարտած կլինենք եւ կարծում եմ որ տրանսպորտային երթուղին Գեղարքունիքի մասում կշահագործվի նորմալ Դրանից բացի մենք այլ մարզերի մասով էսպային ուսումնասիրություններ ենք իրականացնում եւ 2026 թվականին միասնական երթուղու մասով նոր մրցույթներ կհայտարարենք եւ նոր մարզեր կսկսեն միասնական երթուղային տրամաբանության մեջ ուղևորափոխադրում իրականացնել։ Ինչ վերաբերվում է ավիացիոն սև ցուցակի հետ կապված հարցին, դուք տեղյակ եք, որ աուդիտի նոր ուսումնասիրություններ իրականացվել 2025 թվականի ընթացքում դա աուդիտը արձանագրել էր, որ մի քանի տարի առաջ իրականացած հիմնական խոշոր աուդիտի, որը պատճառ հանդիսացավ Հայաստանը հայտնվի ավիացիոն սև ցուցակում, այնտեղ արձանագրված 40 ուրեմն թերությունները վերացված են, բայց նաև ի հայտ են եկել նոր թերություններ եւ ավիացիոն կոմիտեն աշխատում է թերությունների շտկման ուղղությամբ։ Տարբեր բնույթի թերություններ են, տեխնիկական, օրենսդրական որոշակի փոփոխություններ, կառուցվածքային որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն, սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60%-ը արդեն ուրեմն շտկված են եւ մենք շարժվում ենք մյուսները շտկելու եւ օր առաջ սև ցուցակից դուրս գալու հարցը կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ատոմային էներգականին, համաձայն չեմ ձևակերպման հետ, թե մենք անսովոր երկար ժամկետով ենք ատոմակայանը դուրս հանելու, դա երկար ժամկետ է, բայց անսովոր երկար չի, այսինքն պլանավորված երկար ժամկետ է, մենք տարվա ընթացքում ունենում ենք եւ կարճ վերանորոգման աշխատանքներ, մոտավորապես 1 ամսից մինչեւ 40 օր տևողությամբ Եվ նաև որոշակի պարբերականությունը մեկ ունենում ենք պլանավորած երկար դադարներ, այս դադարը երկար է, բայց սա պլանավորած դադար է, ապրիլից մեծ հավանականությամբ հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, բայց նաև հաշվի առնելով մեր այլ հզորությունների գոյություն ունենալը, որոնք մենք հիմա օգտագործում ենք ոչ ամբողջական ծավալով, մեր էներգետիկ համակարգում խնդիրներ եւ խնդիրներ չեն առաջանում։ Արդեն նշեցի, որ շուրջ 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված ցանցին, ինչը էականորեն մեծ է, նախորդ տարվա մեր արտադրած էներգիայի շուրջ 15%-ը արտադրվել է այդ կայանների կողմից, մի փոքր ավելի պակաս քան 15%-ը, եւ նաեւ դրանք մեզ հնարավորություն կտան էներգահամակարգը պահել անխափան վիճակում եւ որպես այդպեսին սա պլանավորված ցուցանիշ է եւ պլանավորված գործողություն է, որը մենք իրականացնում ենք շահագործման ժամկետի երկարացման մասով որոշակի պարբերականություն ունենք։ Իրան-Հայաստան գծի մասով արդեն անդրադարձան նախորդ խոսքում, մենք հույս ունենք, որ 2026 թվականի ընթացքում գիծը կավարտվի կառուցումը եւ այն կմիանա մեր էներգետիկ համակարգին, այսպիսով մեզ հնարավորություն տալով ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտանել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Շուրջ 85% կատարողական ունենք, ես նախորդ հարցինի պատասխան դրա մասին արդեն ասեցի։
Ռադիոակտիվ թափոնների մասով համակարգումը իրականացում են էներգետիկ ոլորտի մեր գործընկերները, ես ձեր հարցմանը տեղյակ եմ, բայց քանի որ հարցման մեջ հղում կար որոշակի, այսինքն հարցման պատասխանը ենթադրում էր որոշակի գաղտնի տեղեկատվության հետ կապված աշխատանք, մենք զերծ ենք մնացել հարցազրույցի ֆորմատից, ես էլ հիմա զերծ կմնամ այս ֆորմատում այդ հարցերին պատասխանելուց, փոխարենը պատրաստակամ ենք գործընկերների հետ կազմակերպել ձեզ անհրաժեշտ այն մասով, ինչը իրավասու ենք այդ ինֆորմացիան փոխանցել ձեզ ինֆորմացիայի ստացումը կազմակերպել պատասխանատու ընկերության, այն թվում նաև ռադիոակտիվ թափոններով զբաղվող ՓԲ-ի, հայկական ատոմային էներգակայանի մեր գործընկերների միջոցով։ Կլինի մեր ընթացակարգով այն հարցերի պատասխանները, որոնք գաղտնիություն չեն պարունակում, բայց կլինի գրավոր, ոչ հրապարակային հարցազրույցի ֆորմատ։ Մեր ռազմավարությունը նույնն է, ինձ սահմանված է եղել արդյունավետ կառավարում եւ անվտանգ կառավարում իրականացնել, բայց պիտի խնդրեմ, որ այս հարցի ուրեմն գաղտնիության կտորը հաշվի առնելով իմ նշած ֆորմատում դուք կստանաք անհրաժեշտ ինֆորմացիա։ Դե ռադիոակտիվ թափոնների հետ կապված աշխատանքը ինքը գաղտնի աշխատանք է որպես այդպեսին եւ հանրայնացման ենթակա չի։